Սուբվենցիոն ծրագրով Գավառում մի շարք փողոցներ են հիմնանորոգվում։ Ծրագրում ներառված են Իսահակյան, Կոլոտ Հայրապետ փողոցները, Սահակյան, Զորավար Անդրանիկ Իսահակյան փողոցների երկրորդ նրբանցքները։ Ծրագրի արժեքը 66 միլիոն դրամ է, որի 50%-ն հատկացնում է կառավարությունը, 50%-ը համայնքը։ Պետություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ Գավառ քաղաքում իրականացվում է մի շարք սուբվենցիոն ծրագրեր։ Ասֆալտապատման աշխատանքները իրականացվում Գավառ համայնքի եւ մնացած բնակավայրերում։ Գավառի համայնքապետարանը հետևողական աշխատանքների իրականացնում տվյալ ասֆալտապատման աշխատանքները ավելի որակյալ, ավելի լավ կազմակերպելու համար։ Իսահակյան, Սահակյան եւ Զորավար Անդրանիկ փողոցների երկրորդ նրբանցքներն արդեն ասֆալտապատ են։ Ծրագրում ներառված մյուս փողոցներում աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվա գարնանը, քանի որ այս տարի եղանակային պայմանները թույլ չեն տալիս շարունակել շինարարությունը։ Նույնիսկ ասենք մի հոգու քայլելու տեղ չկար, որ ասենք գնա այստեղից անցնի դուրս գա այն ճանապարհը։ Շատ ահավոր վիճակ էր։ Հիմա իհարկե շատ լավ է։ Յասքանչար, շատ գեղեցիկ է, շատ սիրուն է։ Շնորհակալ ենք բոլորին։ Նախկինում ահավոր վիճակ էր, մենք շատ դժգոհ ենք, իսկ հիմա շատ գոհ ենք, որ մեր փողոցը ասֆալտապատեցին։ Շատ շնորհակալ ենք։ Այս փողոցների բնակիչները ողջավորված են ինչպես արդեն կատարված աշխատանքներով, այնպես էլ մյուս փողոցների հիմնանորոգմամբ։ Իրենք էլ հնարավորություն կունենան բարեկարգ ճանապարհով երթևեկելու։ Կա չվերանորոգված հատվածներ։ Այս ճանապարհի որտեղ որ հասել են։ Այնտեղ էլի կարևոր ճանապարհ է, որ դուրս է գալիս էլի կենտրոնական փողոց։ Հուսով ենք, որ դա կվերանորոգվի, ճանապարհը կդառնա ամբողջական։ Ծրագրի իրականացմամբ ոչ միայն լուծվում է տարիներ շարունակ անբարեկարգ փողոցների հիմնանորոգման խնդիրը, այլև թեթևանում է երթևեկությունը։ Այս փողոցները Գավառ քաղաքում իրար են կապում կենտրոնական երթուղիներ։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։